Արտականություններ բնականon ապահովել, որովհետև մեր երկրում ըստ մեր սահմանադրության ժողովուրդն է իշխանության աղբյուրը եւ նման ծավալի միջամտություններն ու ապօրինությունները գալիս են այս բացարձակ սահմանադրական ճշմարտությանը հակասելու։ Հիմա առաջին հերթին ուզում եմ խոսել իմ գործընկերների ձերբակալությունների, կալանքների ու նրանց նկատմամբ տարաբնույթ խափանման միջոցների կիրառման մասին։ Մեր քաղաքական ուժից մոտ տավորապես 700-ին հասնող մարդ է ձերբակալվել, կալանավորվել, այդ թվում օրինակ տարեց կանայք, ովքեր ընդամենը եկել եւ գրանցվել էին որպես ուժեղ Հայաստան կուսակցության անդամ, մարդկանց առավոտյան մտնում են տներ, բերման էին ենթարկվում, բացառապես ահաբեկելու նպատակով, տանում հարցաքննում էին եւ այնուհետեւ բաց էին թողում։ Բազմաթիվ դեպքեր ունեն գրանցված, որ իրավապահ մարմինների կողմից նոր կարմիր գիծ հատվեց, երբ մարդիկ ձերբակալվում, բերման էին ենթարկվում եւ մարդկանց մոտ ժամեր շարունակ թույլ չէին տալիս փաստաբանի մուտքը, խախտելով մարդու այդ բոլոր, ասեմ, մի շարք դրվագներով մենք հանցագործության մասին հաղորդումներ ենք ներկայացրել եւ բնականաբար մարդու հիմնարար պաշտպանության իրավունքներ խաթարվում։ Ասեմ ավելին, սա արդեն վաղուց չկիրառվող պրակտիկա էր, որը այս ընտրությունների նախօրեին վերակենդանացրեց իշխանությունը։